Ողջույններ այսօր եւս կրկին լայվ եմ անում փոքրիկ, որպեսզի կարևոր կետեր շեշտեմ Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի հարձակման օրակարգում։ Այն ամենևին էլ միայն Վենեսուելա-ԱՄՆ հարաբերությունների մասին չէ, այն Իրան, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Իրակոմ տնտեսական ենթակառուցվածքային համակարգի առաքման գծերի խախտման մասին է, եւ այդպիսով Իրանի հետ կատարվող այնտեղ տեղի ունեցող ցույցերը Իրանի վերաբերյալ խոսույթը արդեն քանի ամիս շարունակ զուգակցվում է Վենեսուելայի դեմ հարձակման վերաբերյալ ԱՄՆ հռետորաբանությամբ, ինչ որ արդարացումներով, որքանի որ Վենեսուելան իբրև թե թմրադեղերի դեպի ԱՄՆ ներթափանցման ամենամեծ առաքիչ երկիրն է, չնայած դա Մեքսիկան է իրականում, ապա պետք է նրա դեմ հարձակում լինի, զորավարժություններ եղան թեմատիկ, հարձակումներ եղան, որտեղ թիրախավորվեցին Վենեսուելայի քաղաքացիներ, նավերի վրա գտնվող, եւ անընդհատ վերջին 3-4 ամիսների ընթացքում Իրանի դեմ նախագծվող հարձակմանը զուգահեռ Լիբանանի դեմ գործողություններ սկսելու, Պաղեստինում ինչ-որ գործողություններ իրականացնելու, Սիրիայում գործողությունները խորացնելու, Իրաքում պառակտումներ ստեղծելու խոսույթը միշտ ընթանում էր զուգահեռ Վենեսուելայի դեմ կատարվելի գործողությունների։ Վենեսուելան աշխարհում թիվ 1 դիրքն է գրավում ապացուցված նավթային պաշարների քանակով։ Եվ որպես այդպիսին Մադուրոյի կառավարությունը չի հրաժարվում Իրանի, Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի միացյալ տնտեսական ոլորտում մասնակցելուց, չի իրականացնում սանկցիոն համակարգ արևմուտքի, իր ուրույն դերն է գրավում այս երեքի միջև հարաբերություններում, եթե Մադուրոն Իրանի հետ հարաբերությունները խզեր, եւ եթե ամեն կերպ այսպես փոխվեր դեպի ԱՄՆ, թույլ տալով ԱՄՆ կորպորացիաների ներթափանցում Վենեսուելա, ապա այդ դեպքում նրա դեմ, այդ երկրի դեմ հարձակում չէր լինի։ Այդ իսկ պատճառով նրա հետ ինչ-ինչ բանակցություններ անցյալ տարվա ընթացքում ընթանում են, բայց դա տեղի չունեցավ եւ մենք ականատես եղանք, ինչպես Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն Նոբելյան խաղաղության մրցանակի արժանացավ եւ իր ելույթում եւ ոչ միայն իր ելույթում, իր մրցանակը ստանալու հաջորդ ելույթներում անընդհատ շեշտեց, որ երբ որ ինքը կդառնա Վենեսուելայի նախագահ, թույլ կտա ամերիկյան նավթային կորպորացիաներին ազատ համագործակցել վենեսուելական ընկերությունների հետ, այլ պայմաններով, նա ուղղակի եւ բաց կերպով դատապարտեց թե Իրանին, թե Հեզբոլլահին, թե Համասին եւ թե Ռուսաստանի Դաշնությանը Վենեսուելայում նրանց կողմից կատարվող տնտեսական գործունեության համար, անվանեց միջին արևելքի ներկայացուցիչ կազմակերպություններին որպես ահաբեկիչներ, որոնք այնտեղից կարող են ներթափանցել ԱՄՆ, այս նույն խոսույթը Նետանյահուն օգտագործեց վերջերս իր կատարած այցի ժամանակ, ընդամենը մի քանի օր առաջ էր այնտեղ եւ այդ ելույթներում միշտ զուգակցվում էր Վենեսուելան, Իրանը, Հեզբոլլահան, Համասը, որ դրանք բոլորը առաքման գծեր են։ Մյուս կողմից, երբ որ Չինաստանը, Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը համագործակցում են արևմտյան սանկցիաները խուսանավելու ուղղությամբ, ապա նրանք իրենց աշխարհագրական տիրույթում տիրապետում են բոլոր հնարավոր ճանապարհներին եւ մեխանիզմներին, որոնցով կատարվում է նավթի առաքում, գազի առաքում, ամենակարևոր ռեսուրսն է դա, իրենք իրենց արտարժույթով են BRICS-ի շրջանակներում, ՇՕՍ-ի շրջանակներով այդ առևտուրը իրականացնում, դրա հետ կապված ենթակառուցվածքային համակարգերի շինարարությունը իրականացնում եւ այդտեղ շատ կարեւոր կետ կա, որ եթե նման պայմաններում փորձի ցույցեր կազմակերպելով, անգամ եթե այսպես հաջողված ներքաղաքական պառակտմամբ, ապակայունացմամբ Իրանի ներսում ԱՄՆ որոշի հարձակվել Իրանի դեմ, ապա այդ գործող համակարգը տնտեսական, ֆինանսական հարաբերությունների, ապրանքաշրջանառության հարաբերությունների այնպիսի բնույթ ունի, որ Իրանը կարող է միանգամից Հորմուզի անցումը փակել եւ թույլ չտալ, որպեսզի այնտեղ
տեղով անցնող 1/5-ը նավթային ռեսուրսների աշխարհի, այլևս անցնի եւ դրանով մեծ հարված կհասցնի թե դոլարի գերակայությանը, առհասարակ պետրոդոլարը ներկայումս թուլացած է, դա ավելի կթուլացնի, ԱՄՆ չի կարողանա գլխավոր դեր խաղալ նավթի շուկայի գնագոյացման, առաքման, իր սանկցիաների, իր թելադրած սանկցիաների իրականացման պայմաններում, որտեղ թե Եվրոմիությունը եւ թե ԱՄՆ դժվարանում են այդ սանկցիոն համակարգը իրականացնել, հիմնականում աշխարհագրության պատճառով, այսինքն լավ է, որ Իրանը, Չինաստանը, Ռուսաստանի Դաշնությունը ռազմավարական համագործակցություն են իրականացնում, միասին այդ տնտեսական փոխհարաբերությունների համակարգը, որքան ավելի այդ սանկցիաները խստանում են, իրենք ավելի կուռ են դարձնում այդ համակարգը, սակայն Տրամպն իր կողմից հայտարարել էր նախագահի պաշտոնը երթմնակալությունից հետո ստանձնելուց նույն օրը հայտարարել էր, որ ինքը խփելու է նավթի գնին, որ դա բոլորի վրա կազդի, բայց ավելի շատ դա կազդի Ռուսաստանի Դաշնության վրա, եւ դա այնպես պետք է ազդի, որ ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը հրաժարվի պատերազմելու իր ցանկությունից, չկարողանա Ուկրաինայում եւ այլն։ Այս պատճառով ես միշտ այս Ուկրաինայի շուրջ տևող բանակցությունները համարում եմ շիրմա, ինչպես որ եւ շիրմային Իրանի հետ տեղի ունեցող բանակցությունները 12-օրյա պատերազմից առաջ։ Այդ իսկ պատճառով Իրանը արդար է, որ հրաժարվում է որևէ բանակցության սեղանի շուրջ նստել։ Վենեսուելայի առումով ներկայումս Տրամպի հիմնական թիրախը նավթային ընկերություններն են, նավթի ռեսուրսներն են, Մադուրոին փոխարինելն է Մարիա Մաչադոյով, մենք կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Վենեսուելայում գետնի վրա, ինչպես մարդիկ ինչ-որ ցույցեր սկսում են տեղի ունենալ, կառավարությունը ջանքեր է գործադրում, փոխնախագահ ստանձնել է նախագահի պաշտոնակատարի դիրքը, նա իրականացնում է իր պարտականությունները, պաշտպանության նախարար տեղում է, ներքին գործերի նախարարը տեղում է, դատախազը հայտարարություն է անում, այսինքն մենք տեսնում ենք, որ դեռ նոր են խմորումները սկսում, բայց կարևոր թիրախը այդ նավթային պաշարներին տիրանալն է։ Դրա համար Վենեսուելայի նավթային պաշարներին տիրանալով Իրանի դեմ հարձակումը ավելի իրատեսական է դառնում ԱՄՆ-ի համար, պրակտիկ առումով ավելի հաջողություն ապահովող տարր է դառնում, որովհետև Հորմուզի փակման դեպքում նա կունենա ալտերնատիվ առաջարկելու միջազգային շուկաներին եւ դրա առաջին նշանը հետեւյալն էր. Վենեսուելայի դեմ հարձակումից 12 ժամ առաջ Մադուրոն հանդիպում էր Չինաստանի ներկայացուցիչների հետ, Չինաստանի կառավարության պատվիրակություններ նրան այցելել։ Հիմա ներկայումս հայտնի չէ որտեղ են գտնվում նրանք։ Չինաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է Վենեսուելայի դեմ հարձակումը եւ Fox News-ին իր տված հարցազրույցում Տրամպին այդ հարցը տվեցին, թե ինչ կասեք այն մասին, որ այսպիսի պատվիրակություն կար, նրանց մասին հիմա տեղեկություն չկա։ Նա ասաց, որ ինքը շատ լավ հարաբերությունների մեջ է Չինաստանի նախագահի հետ, որ Չինաստանը շատ լավ նավթ է Իրանից ստանալու, բոլորն են շատ լավ նավթ ստանալու Իրանից, դա նկատի ունի հենց այդ ալտերնատիվը ինքը ստեղծում է, ինքը արդեն սկսում է հարվածել ոչ դոլարով կատարվող առևտրին, նավթային շուկայում միջազգային այս հայտարարությամբ, դա այս պահի դրությամբ դեռ չի իրականացվում, բայց դա իր նպատակն է, դա իր նախընտրական, հետընտրական ռազմավարությունն է, որի մասին նա հանրայնորեն խոսել է, եւ մեկ օրինաչափությունը, որ անընդհատ հայտ է գալիս, թե իր առաջին նախագահության ընթացքում եւ ներկայումս, այն է, որ Տրամպը բանակցություններում, իր խոսույթում մեկ այլ կերպ է խոսում, մեկ այլ բան է ասում, իրականում գետնի վրա ծրագրավորում նախագծում է այլ բան։ Այդ իսկ պատճառով սխալ է ասելը, որ Իրանում տեղի ունեցող ցույցերը այն ավելի այսպես գերակտիվ առաջին էջ բերելը վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի կողմից արվում էր, որպեսզի ոչ ոք չնկատի ինչ է տեղի ունենում, որ նախապատրաստվում է հարձակում Վենեսուելայի դեմ։ Վենեսուելան սպասում էր այդ հարձակումը եւ տարատեսակ մեթոդներով ներազդեցության Սիրիայի սցենարը նաեւ հիշեցնող ամիսներ շարունակ աշխատանք է տարվել եւ միշտ Վենեսուելան եւ Իրանը նույն ինտենսիվությամբ
միջազգային գեոքաղաքական իրադարձությունների լրահոսում ի հայտ են եկել։ Այլ բան, եթե որոշ անձինք, եթե ուշադրություն չեք դարձրել կամ եթե որոշ փորձագետներ չեն կարողանում համակցել այդ իրադարձությունները, որովհետև եթե խոսում ենք գեոքաղաքական, մենք արդեն նկատի ունենք գլոբալ զարգացումներ, եւ գլոբալ զարգացումներ առանձնացնել փոքրիկ արգղերի մեջ դնել, առանձնացնել Վենեսուելայի խնդիրը Իրանից, Իրանի խնդիրը Չինաստանից, Չինաստանին Ռուսաստանից, այսօրվա աշխարհում հնարավոր չէ։ Դրա համար պետք չի դրան վերաբերվել, որպես այսի sense անում են, որ մենք շփոթվենք, չկարողանանք հետևել, մենք ինչ եղավ Իրանում։ Իրանում բավականին խիստ պատժում են ցուցարարներին, բայց ցույցերը չեն հանդարտել եւ Վենեսուելան իսկապես կարևոր է Իրանի համար։ Այսինքն եթե Վենեսուելայում Մադուրոն տեղում է եւ Իրանի դեմ ինչ-որ գործողություններ են տեղի ունենում, դա եւս մեկ երկիր է, եւս մեկ համակարգող փոխհարաբերությունների տնտեսական եւ այլ որակի երկիր է, որը բավականին մեծ օժանդակություն կարող է տրամադրել Իրանին, այսինքն թե Իրանը եւ թե Ռուսաստանի Դաշնությունը դրանից զրկվելու են։ Այլ բան նաեւ այստեղ շատ հատկանշական է հունվարի 3-ը, շատ սիմվոլիկ, որովհետեւ նման իրադարձություն տեղի ունեցել հենց հունվարի 3-ին Պանամայում Նորիեգայի դեմ ժամանակին, Իրանն են այսպես առևանգել, Իրանն են ինչ-որ այսպես դատապարտել են ԱՄՆ դատախազությունը եւ այլն, թքելով միջազգային իրավունքի դեմ, ցիտելով Մոնրոյի դոկտրինան, որը եւս այդ միջազգային չգիտեմ ինչագետները, որ անձրևից հետո սնկերի պես բուսնում են պատերազմներից հետո եւ ոչ դրանից առաջ, երբ որ պետք է ճիշտ պրոգնոզներ ներկայացնել, այլ հետո պետք է իմանալ այս ամեն ինչ եւ հունվարի 3-ին էր նաեւ գեներալ Սուլեյմանի սպանությունը, կարելի ասել каждый год США со своими друзьями 3 января убивает или похищает кого-то или похищает, потом убивает, ինչ-որ այսպես բաներ ու արդեն մյուս խոսույթները թե ինչ պայմաններում եղավ արդյոք Վենեսուելայի բանակի ներսում կային դավաճաններ, Վենեսուելայի, չգիտեմ, բարձրաստիճան շարքերում կային դավաճաններ, դրանք դառնում են երկրորդական, որովհետև այդ քաոսը ստեղծված է։ Այդ պայմաններում քաոսը խորացնելը Իրանում, ինֆլյացիան խորացնելը Իրանում նրանց համար հեշտ խնդիր է որպես դիտարկվում։ Մյուս հարցին, որ ուզում եմ անդրադառնալ, այդպիսի խոսույթ է գնում, որ Ալյասկայում այդպես են պայմանավորվել Տրամպը եւ Պուտինը իրար հետ կիսում են աշխարհ, ինչպես ժամանակ են Ռուզվելտը եւ Ստալինը, ես չեմ ուզում նույնիսկ նշել այն գինը, որը վճարվել էր, որպեսի նման բանակցություններ առհասարակ կանային, որ Ստալինի հետ նստեին եւ այդպես հաշվի նստեին ԽՍՀՄ-ի հետ։ Եվ այդ կիսումը այդքան էլ համերաշխ պայմաններում չի եղել եւ դա կիսվել չի եղել, նրանց ստիպել են, արևմուտքին ստիպել են, որպեսի նա ընդունի ինչ-ինչ պայմաններ։ Եվ հետո եղավ Ստալինի սպանություն, եւ հետո եղավ Խրուշչովը, եւ հետո եղավ Ստալինի հատկապես տնտեսական գործունեության ընթացքի դատապարտումը եւ այլն, հետո եղավ 91 թվականը, 17 թվական, 41 թվական, 91 թվական, դրանք այն բոլոր օրինաչափություններն արտահայտող իրադարձությունների տարիներ են, որոնց համակցությամբ կամ մաս առ մաս օգտագործվող մեթոդաբանությունը մինչ օրս կիրառվում է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Ոչ ոք Ռուսաստանի Դաշնությանը, ոչ ԱՄՆ-ից, ոչ Մեծ Բրիտանիայից չի դիտարկում որպես հավասարը հավասարի։ Եվ չունի ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը դեռ չի կիրառել այդպիսի ուժգնությամբ ներկայություն գլոբալ գեոքաղաքական, ռազմական, դիվանագիտական, տնտեսական դաշտում, որպեսզի ստիպի այդպիսի ուրեմն իր հետ բանակցության նստեն, ինչպես որ Ռուզվելտը Ստալինի հետ նստեց։ Եվ բանակցության նստել եւ ինչ-որ բան ստորագրել, անգամ ինչ-որ Նյուրնբերգան նման ինչ-որ բան անելը ինքնին երաշխիք չէ, որ դիմացինի վարքագիծը փոխվել է եւ մենք բոլորս որպես մարդկային քաղաքակրթություն թվափոխում ենք նոր որակի հարաբերությունների դարաշրջան։ Այդ իլյուզիաներով պետք չի տառապել։ Նրանք Ալյասկայում պայմանավորվեցին, հիմա էս կանեն, անի Վենեսուելան կտա, այն Իրան Ուկրաինան կտա, որոշներ նույնիսկ այդ Ուկրաինայի վրա ավելացնում են Անդրկովկասը, ինքը տենց կտա Իրան բանը, Վենեսուելան Իրանը, ինքը կվերցնի Ուկրաինան ու Անդրկովկաս, եթե դու Վենեսուելա ու Իրան չունես, քեզ ինչ պետք է ինչ-որ մեկը Ուկրաինա կամ Կովկաս տա, կամ Կենտրոնական Ասիա։ Սա պրոարևմտյան պոպուլիստական, թավշյա, նեոլիբերալ, կոկոլիզմական այդպիսի նարատիվների շրջանակիցը հավասարը հավասարի պես ԱՄՆ Ռուսաստանի Դաշնությանը չի վերաբերում,
Եվրոմիությունում արդեն իսկ խոսում են, որ այս մոդելը կարող է կիրառվել Ռուսաստանի Դաշնությունում եւ չմոռանանք, որ Ուկրաինայի հետ տևող բանակցություններին զուգահեռ դրոնային հարձակում էր տեղի ունեցել Պուտինի ռեզիդենցիայի դեմ, կամ Իրանի հետ տեղի ունեցող ինչ-որ բանակցությունների ժամանակ Խամենեի մահվան մասին էր գրվում, կամ Իրանի պատերազմի օրերին գրվել էր, որ Խամենեի մահացել է եւ նույն ընթացք Corriere della Sera օրաթերթը գրել էր եւ հետո հեռացրել էր հոդված այն մասին, որ նույն ճակատագիրը սպասվում է Պուտինին։ Չէ, գրվել էր, որ իսկ ինչ սխալ բան կա, եթե խփեն Պուտինի ռեզիդենցիային եւ վերացնեն նրան։ Եվ այսօր էլ Տրամպը Fox News-ին տված իր հարցազրույցում ասում է, որ ես նայում եմ Ռուսաստանի մղած պատերազմին, այդքան կյանքեր, այդքան մահեր, դա պրիմիտիվ է ուղղակի, պրիմիտիվ է։ Ինչ են իրանք անում։ Նա նկատի ունի, եկա տեսա հաղթեցի, ով եմ ես աշխատում, ես մտա գլավարներին վերացրեցի ու վերջ ու թեման փակեցի։ Ռագոզինն էլ Դմիտրի այսօր տենց գրել է տեսակ, ինչպես ԱՄՆ մտավ, թիրախավորեց բարձրաստիճան, չգիտեմ ինչերին, ինչպես է նրան գործում, հա բոլորն են տեսնում, դուք ինչ եք անում։ Ներկայացնել այդ ձևով, որ այսին չտա, որ ինքը լավ ապրի, մի տեսակ Ռուսաստանի Դաշնության ներկայացնում եք էրատո, որպես հետո այդպես պարալելներ տաներով ինչ որ տենց Ռուզվելտ, Ստալին, Տրամփ, Պուտինին կոմպլիմենտ չի անում, առհասարակ համեմատվել ինչ որ տենց մանկապիղծ հանցագործ որոշակի խորքային պետության էլիտաների գործիք նարնջագույն կապիկի հետ եւ չի կարելի այդ կապիկին համեմատել Ռուզվելտի հետ։ Այս պրիմիտիվիզմները իրոք ցավալի են, ճիշտ բառ օգտագործել Տրամպը։ Հենց այդ պրիմիտիվիզմից էլ իրանք օգտվում են, որովհետեւ անգլո-ամերիկյան փափուկ ուժի սույթ կոչվածը նախախորհրդային, հետխորհրդային մեր ազգերը եվրասիական պես չհասկացան։ Անգամ երբ որ այս արդեն 30 տարի է, բոլորը անգլերեն են սովորում, էլի չհասկացան։ Ցարի ողջ ընտանիքին մասնատեցին, սպանեցին, էլի չհասկացան։ Գորբաչով ու Ելցին բերեցին գլխներին, էլի չհասկացան։ Ստալինին թունավորեցին, սպանեցին, Խրուշչովշինա բերեցին, էլի չհասկացան։ Հիմա բաշնյաններում նստած ինչ որ sense չուբայսակերպ ինչ որ ճիճուներ են վխտում, ինչ որ տենց наши интересы, но беспринципиальные интересы. Это интересы России, это мы, это наши интересы. Окей, интересы дворна. Интересы без принципов, это дворна. Կամ մենք կոչ ենք անում, որ ՄԱԿ-ը անվտանգության խորհուրդ հավաքի, օքեյ, հավաքեց, իչո։ Սեսիա հավաքի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ ենք անում, արեք։ Այսինքն սրանք մնում են հավատարիմ միջազգային իրավունքին, նա թքած ունի միջազգային իրավունքի վրա, ամեն անգամ այդպես թե իրանց իմիջին է խփում եւ թե իրանց գործընկերներից է իրանց զրկում։ Ինքը ասում է Չինաստանը կառնի Վենեսուելային, ես կթողնեմ, որ Չինաստանը առնի Վենեսուելայի նավթ։ Ես Վենեսուելայի նավթը կտամ Չինաստանին, կթողեմ, որ օգտվի։ Որպեսզի Չինաստանը այլևս չօգտվի Ռուսաստանի Դաշնության նավթից, որպեսզի Սաուդյան Արաբիան ստիպված չլինի OPEC Plus-ի շրջանակներում համաձայնեցնել գնագոյացումը ապրանքատեսակի Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի ավելի արագ տեմպերով Կենտրոնական Ասիան էլ Անդրկովկասն էլ ամբողջապես կտրվեն Ռուսաստանի Դաշնությունից։ Ենթակառուցվածքային որևէ համակարգ համատեղ չաշխատի։ Եվ առաջ մղվի թրիպի ծրագիրը։ Եվ նրանք ովքեր դա ներկայացնում են, որ իբրև թե էդի տենց ռուսը տենց համաձայնվել է ամերիկացու հետ, այսի սկզբում կտա, հետո տենց Իրանին կթուլացնեն, հետո տենց ռուսի հետ ինչի պետք է ինք ռուսի հետ ինչ-որ բան կիսվի։ Թե չէ ինչ։ Հեսա կասեք ունի, որտեվ ռուսը ունի միջուկային զենք, ունի էսի ինչ։ ԽՍՀՄ չուներ միջուկային զենք։ Ինչ եղավ։ Զորք ուներ, զենք ուներ, ամեն ինչ ուներ։ Հետո Ալաբժիշկյան Գորբաչովյան նոմենկլատուրա եկավ իշխանության ու թուլացրեց պետությունը։ Հետո իրանցից հետո շատ ավելի թույլերը եկան։ Ձեզ թվում է տենց նախագիծ ԱՄՆ հատուկ ծառայությունները, անգլիական հատուկ ծառայությունը չունի տենց բան։ Դեռևս 2000 կարծեմ 20 կամ 21 թվականի հունվար 3-ին BBC եթերում հայտնվեց անգլիական-բրիտանական գենշտաբի պետը, որը շատ հազվադեպ երևույթ է, որտեղ այն ժամանակ դեռ ոչ մի պատերազմ չկար։ Ու ինքը ներկայացրեց, որ այն ինչ Ռուսաստանի դեմ պատրաստվում է,
ներկայիս պահին կոչվում է 1939 թվական, 37-ից 39 թվականի պերիոդն է։ Ու եթե իրանք 1905-ից 1917 թվականին ինչ-որ բաներ փորձելով հաջողացրել էին որոշակի հաղթանակ արձանագրել, ապա հիմա եւս այդ 1917-ի 1941-ի կոնգլոմերացիան կարող է հանգեցնել նույն այսպես նպատակին։ Այնպես որ ես չեմ կիսում այդ գնահատականը, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը իրար հետ աշխարհ են կիսում, դե համար Ռուսաստանի Դաշնությունը թողնում է, որ Վենեսուելային էլ էս լինի, որ Իրան էլ տան ինչ-որ տենց Ուկրաինան։ Ինչի պետք է տա։ No, ես կարող եմ ասել, եթե կա այդպիսի դաժե պայմանավորվածություն ու նման խոսույթ եղել է այդ երկու երկրների առաջնորդների հանդիպման ընթացքում, որտեղ չի կարա ԱՄՆ նախագահը իր գլխից դուրս ինչ-որ բաներ անի, ասի էլի, ինքը իր գլխի տերը չի, կարճ ասած, ապա դա եղել է ընդամենը այդ շիրման ապահովելու նպատակով, այսինքն ռուսի գլխի տակ դնել փափուկ բարձ։ Իմ հարգելի կուզեն Նիկոլայ II, ես ամեն ինչ կանեմ, որ քո եւ քո ընտանիքի անդամների հետ ոչինչ չպատահի։ Դա գրել է Անգլիայի թագավորը, կուզենը, առաջին գծի զարմիկ։ Ինչա։ Այնպես որ այստեղ ոչ էյֆորիայի, ոչ վիճաբանության, вообще ինչի մասին են վիճում հայ հանրությունը, ինչի մասին է վիճում։ Մեր երկրում նստած է Մարիա Մաչադո, մեր Մաչալկայա նստած մեր երկրում։ Այդ անձինք, ովքեր երեկվա YouTube-ից վիդեոյի տակ եկել են, հիմնական երևի ամենաբնակ հայեր եք, խնդրում շարունակեք ապրել ձեր էշերի երկրում։ Okay? Դուք չեք հարգում ոչ Մերձավոր Արևելքում ապրող ազգերին, դուք չեք հասկանում, ոչ Հայաստանում բնակվողներին չեք հասկանում, ոչ Ռուսաստանն եք կարողանում հասկանալ։ Ինչ-որ անձնական կարծիք ունենք, պահեք ձեզ, ապրեք։ Բուդու բլին չկարում եք, չէ, գլնդելներում սեղանին դնեք ու այդ շատ լավ է, դա ձեր համար հավասար է դեմոկրատիայի։ Ապրեք այդ դեմոկրատիայով։ Բայց գրելի մոտ Իրանի ժողովուրդը թողეთ իմաններից ազատվի, թողეთ դուք ինչ գիտեք ոնց է ապրում Իրանի ժողովուրդը կամ ինչի է այդ ճանապարհով անցնում Իրանը։ Դուք չեք կարդում։ Կամ որ ասում եք Իրանը այնքան մարդ է բանտարկում, կամ այսօր որ Տրամպը նշում է Վենեսուելայում, Մադուրոն հենց իր մարդկանցից այդքան սպանել է, բան, հեսա տեսա ինչ ԱՄՆ քաղաքացիներ ինչ են սպանում, ԱՄՆ վարչակազմերը։ Քլինտոնի ընտանիքը, Օբամաներին հələ չասեմ։ Քանի դիակոնի իր արսենալում 9-11-ի գործը, քանի դիակոնի իր արսենալում, Քենեդու սպանությունը, քանի դիակոնի իր արսենալում, Իրաքի դեմ պատերազմ սկսելը, ամերիկացիների մասին է խոսքը, ԱՄՆ քաղաքացիների մասին, քանի ԱՄՆ քաղաքացու դիակոնի ԱՄՆ իր արսենալում։ Այդ դալբայոբությունները, որ դուք սովորել եք, որ մի հատ պասպորտ ստանաք, որպես սովահար ու չգիտեմ ինչ էակներ։ Այդ պահեք ձեր գեղի համ, ձեր պասպորտի համար ստանալու է, պասպորտ ստանալու համար եք, չէ՞, մնացեք այդտեղ։ Ոչ իսլամից խոսացեք, ոչ քրիստոնեությունից խոսացեք, դուք չեք հասկանում, գետնի վրա դա ոնց են մարդիկ, ժողովուրդները ապրում, ոնց են զգում, ոնց են իրանք, դա մեկնաբանում, դուք չեք կարդում իրանցիներին, դուք չեք կարդում արաբներին, դուք չեք կարդում պաղեստինցիներին, խոսքը քաղաքական նյութերի մասին չի անգամ, դուք վեպեր չեք կարդում, դուք գրականություն չեք կարդում, ձեր համար ապրեք, քանի կարաք։ Մնացած երկրները հասկանում են ինչա տեղի ունենում, իրանք էլ չեն ուզում, իրանք ուզում են ապա գաղութայնացվեն։ Դուք ուզում եք, որ այդ խորքային այդ անասունները, որ մեր ցեղասպանությունը մի քանի ռեյս կազմակերպել են եվրոպական ձեր սրտի մայրաքաղաքներում, իրանք ինչ-որ տենց փող գցեն այդ մաչալկի ջեբը, որ ինքը բռնաճնշումներ անի, անունը դնեն ընտրություններ, բոլորին նստացնի, մեր հոգևորականներ, արքեպիսկոպոսները բանտերում են նստած, եպիսկոպոսներ բանտերում են նստած, քահանաներ, սարկավագներ բանտերում են նստած, զինվորականներ բանտերում են նստած, ով որ դրա դեմ կռիվ ուզեցել անի, իսկական, ոչ թե ֆանարիկ իշխանի պես, նստած է։ Բախի չես մաչալկին, իր մաչալычկայի հետ հավաքում բերում ըտե Նյու Յորք դատեք հայերով կայֆավա տնեք, որտեղ ձեզնից ում հետ խոսում եմ, ասում եք ինչքան Նիկոլ չեք սիրում։
Հետո գալի կոմենտներ չէ եզություն եք գրում։ Ձեր համար ապրեք։ Իմ էջում դուք գործ չունեք, ինձ ձեր կարծիքը հետաքրքիր չէ, որովհետև դուք կարդացած չեք։ Всё։ Մանավանդ այն որ պերիստրոյկա եք արել, այն որ հիմա 60 ու ավել տարեկան եք, ու պերիստրոյկեքի ցույցեր եք արել, Լևոն եք պաշտել, Լևոն եք գոռացել, պատերազմը բերել եք մեր գլխին ու թռել եք Ամերիկայից ժամանակ, ու մենք այդ սովահարությունը, այդ ցուրտ այդ ամեն ինչը ապրել ենք, չնայած մենք մրսելու ու սոված մնալու կարիք չի եղել այդ պատերազմի ժամանակ, բայց Լևոնենք այդ սարքել են, Լևոնի ինադու այդ հաղթանակը Շուշիում եղել է, այդ դուք այդտեղ Ամերիկայում վերընկած որ ասում եք, Հայաստանի ինչ անի ոնց շնչի, իմեն այդ պերիստրոյիչնի էպոխայի հայերը, որ Ամերիկայի քաղաքացի եք հիմա, ձեզնից ավելի, չգիտեմ, լիքը հին հունարեն բառեր մասա մեր հանրության մեջ չկա, ու հիմա դուք այդպես բեսամբ Ամերիկա պաշտեք այն ժամանակ, որ ամերիկացիները մասսայական հրաժարվում են իրանց անձնագրերից, հսկայական թվով հասարակական քաղաքական գործիչներ լքում են Ամերիկայի տարածքը, որտեղ իրանք ասում են ֆաշիզմը շատ արագ տեմպերով գալիս է Ամերիկա, իրանք չեն սխալվում։ Երբ որ եվրոպական հասարակությունը իր ինքնության ամենախորքային ճգնաժամի մեջ է ու իր ամեն օր ինքը տենց կռիվ է անում ինչ որ ստվերի հետ, որտեղ այդ ստվերը ուզում է որ ինքը գնա պատերազմի ընդդեմ Ռուսաստանի։ Ինքը չի ուզում գնա։ Ասում ես, պետք է Ռուսաստանի դեմ կռիվ անեմ։ Դուք ուրախացեք այդտեղից, խնդիր չունեմ, բայց իմ մեջ մի եկեք։ Դուք ինձ հայրենիք եք պարտք, դուք ինձ իմ երկիրը քանդել եք պարտք, գնացեք ձեր բդով բլինչիկով ապրեք, հաջորդիվ, իշխանչիկ, դու որ գնում ես ստուդիաներ ու ասում ես քո ընտանիքին յանեմ թիրախավորում են, դու բանտերում վաղտին տենց սիրում էր, չէ, տենց սպորտաձև կա քո մոտ, ֆանարիկ անել, հետո լիքը քաղբանտարկյալներ հայտնվեն, հետո դու հելնես ասես, տեսակ ինչքան քաղբանտարկյալ կա մեր ցույցերի արդյունքում, ինչ են ասում ենք արդյունք չունենք։ Այդ ոնց է, որ մյուսներին թիրախավորելուց իրանք բանտերում են, հետապնդումների են ենթարկվում, նույնիսկ ես Հայաստանում չեմ, բայց ես հետապնդումների եմ ենթարկվում, ընտանիքս էլ հետս։ Քո նման ցիցո չեն կեթում ստուդիաներում խոսան, գիտես, հետո պապայց ստուդիաները մեռան ինձ հարցազրույցի չեն կանչի։ Բայց իմ մտքերը նենց կանեմ, որ դու քո բերանով իմ մտքերը կրկնելով հելնես էշեշ դու ստաս, քո կոլեգաները, ձեր թայֆ են օբշի։ Ձեր թիրախավորված թայֆ են, միլիարդներ է սարքել, տներ եք առել, պատավատներ ունեք, այդ սաղ պատգամավորական մանդատով, որ դուք ստացել եք ժողովրդից, ում դուք խոստացել եք, որ դուք միմիայն գնում եք ընտրությունների ու ազգային ժողով մտնեք, որ կոկոլ հանեք։ Ինչ հետա, ինչ թիրախավորման մասին ես դու խոսում։ Այդ որ եկար այդ իմպիչմենտի ստորագրությունները տես դրեցի դողացող ձեռով ամբիոնին, սենց դե բեկալեք է ստորագրությունները գնացիք ինչ ուզում եք արեք, այդ ադալժենին։ Էդի որովհետև դու թիրախավորված էիր։ Այսինքն որ քեզ ասում են որպես ընդդիմություն պարտքդ կատարի ես անասունին հանի, էդի ես քեզ թիրախավորում եմ։ Այդ բառը ձեր թայֆի բերնից չլսեմ, քանի այդքան մարդ նստած է բանտում, եղա բարա։ Ու Բաքվի բանտը չմոռանաս, այնտեղ լիքը մարդ է նստած։ Ու այդ անասուն ժպիտը ինտերվյուներ տալուց, այդ ռոժիցդ մաքրե ֆանարիկ։ Այսքանը, հաջողություն։